եթե դուք 10 օր տանից դուրս չգաք, դուք չեք կարողանում ակտիվ լինել, ոնց ասեմ, իրենց пассивացրել են ոչ թե հատուկ նպատակադրված այդպես է ստացվել իրենք են որոշել համակարգն է որոշել ինչ որ իրադարձություններ որոնց կարծրատիպերը կամ երեխաներն են որոշել որ է տեր պակաս իմ մայրիկը ես հայտնի էս ինչն եմ իմ մայրիկը գնա չգիտեմ Պողոսի խանութում աշխատի չէ այդ փողը ես իրան կտամ մայրիկից բայց մի գնա նաև այսպիսի բաներ կա եկեք ճիշտ ասենք կամ ինքը էլի եմ ասում շատ գումար ունեցող մարդ է բայց որոշումը գնա ինչ որ մեկի մոտ բույս մշակի որտեվ ինքը հողատարածք չունի ու ասեն ոնց թե այս մարդը ջերմոցում բայց ինքը ուզում է ուղղակի գնա կամավորությամբ կարող կամավորության ինստիտուտ դնենք որ իրենք շաբաթը մեկ իրենց հավեսի համար գնան մալինա հավաքեն ինչ որ մեկի արտերում ու համ այդ մալինաների օգուտ կլինի այդ մարդուն համ իրեն որ ինքը լավ կզգա որովհետև ինքը ուղղակի ամիսը մեկ ուզում է որոշակի գյուղատնտեսական գործունեություն ծավալի կարելի է նոր ինչ որ հետաքրքիր բան մտածել, որ ոչ պետության բյուջեին շատ մեծ հարված դա ասենք, ոչ էլ տարեցին, իրականում կարող ենք այնպիսի հետաքրքիր մեթոդաբանություն մշակենք, որի շնորհիվ տարեցը կարողանա իրեն գտնի։ Վերջերս ես գիտեմ, որ այսպիսի մի բան կա, որ եթե դու ձեռնարկություն ունես արտադրական process, դու ներգրավում ես աշխատանքի մարդուն սովորեցնում ես, եկամտահարկից քեզ ետ են վերադարձում, այսինքն որոշակի զիջումներ խրախուսել իհարկե կա բայց որ տարեցները ունակ մարդիկ են դրա իրենք փորձառու մարդիկ են իրենք գիտեք այնքան փորձ ունեն մարդկանց հետ շփվելու այնքան ինստանցիաներով են անցել ու այդ ռեսուրսը թեկուզ հա իրենց մեջ կան կառավարիչներ իրենց մեջ կան լավ ենթականներ իրենց մեջ կան լավ մասնագետներ այսինքն ես կարծում եմ որ ճիշտ քարտեզագրման դեպքում ռեսուրսների ու պիլոտաժային որոշակի ծրագրեր իրականացնելու դեպքում մենք ինքներս հետո կարող ենք մի հատ էլ եթեր անել թե արդյոք մենք ճիշտ էինք քննարկում ծավալում թե չէ որտեվ քննարկելը ամենահեշտն է խոսելը ամենահեշտն է բայց դա ապահովելը շատ դժվար է ինչու որովհետև առաջինը մենք պետք է իրանց հետ աշխատենք հատուկ մեթոդներով երկրորդ մենք պետք է կարողանանք իրենց մեջից դուրս բերել են պոտենցիալը որ իրենք օբյեկտիվ սուբյեկտիվ պատճառներից ելնելով մահացրել են, այսպես փակել են, որ ես էլ չեմ կարա աշխատեմ։ Նույն երիտասարդները, ովքեր մեզ լսում են, կարող են իրենք պրոակտիվ գտնվել ու տարեցների ներգրավել, իրենք այնքան լավ կզգան։ Գիտեք, օրինակ նույնը ես երաժշտական ոլորտում ասեմ կամ դասախոսների, օրինակ շատ օրկեստրներում, նվագախմբերում կտեսնեք, որ տարեց հասակի մարդիկ կան, չէ՞։ Այստեղ էլ մի խնդիր եմ նկատել, ինչի որովհետև կան գործիքներ, որ օրինակ երիտասարդները չեն ընտրում։ Չգիտես խի, որովհետև այդ կարողա ծիծաղեն շատ անգամ շատ երեխաներ, որ դու թավջութակ ես նվագում, ինչ շատ, չգիտեմ, էլի դասական գեղեցկական, ուզում եմ ասեմ, այդ նույն բաների պատճառով մենք շատ մասնագիտացումներ ունենք, որ թափուր են։ Այսօր բուժ չեն ընդունվում շատ մարդիկ, որտեղ մենք այլ կերպ ենք վերաբերվում դրանց շատ անգամ ինչ անել, կարծում եմ պետք է այդ լուսաբանել այդ մասնագիտությունների մասին, հետաքրքիր օրինակներ, հա, հաղորդումներ, նույն տարեցը պիտի պատմի երիտասարդ ժամանակ ինչի անդրել, հիմա դա ինչ առավելություններ ունի, չէ, որովհետև ասենք, չգիտեմ, ունեք երկի հոնահարներ Հայաստանում շատ քիչ են, հա, հասկանում են բացառիկ գործիք է եւ այլն, բայց շատ քիչ երիտասարդներ ունենք։ Մենք տարեցների մասին ենք խոսում, բայց տարեց են դարձել նաև շատ մասնագիտություններ, ոնց ասեմ, ճիշտ մասնագիտական բառով, իրանք ծերացել են նույնիսկ շատ մասնագիտություն, որոնք մեզ պետք են, կենսականորեն շատ կարևոր մասնագիտություններ են մեր համար։ Այն ինչ մասին խոսեցինք, առնվազն 5 տարի հետո արդեն իրականություն է լինելու եւ պետությունը երկիրը ես այդ տեսնում եմ որ արդեն այդ ուղղությամբ է գնում, որ 60 եւ ավելի տարեկան մարդկանց կենսաթոշակառուների ռեսուրսը պետք է օգտագործել ոչ թե շարունակ միջին տարիքի մարդկանց կենսաթոշակ ապահովել, որտեվ չենք հասնի դրա հետևից, որտեվ գնալով ծերացող հասարակությունը ավելի շատ տարիքով մարդիկ ունենք։ Իրականում այստեղ ես ձեր հետ համաձայն եմ, բայց մի կարևոր բան ասենք, որ
կարող է հենց նույն կառավարությունը շատ հետաքրքիր ծրագրեր մշակի, բայց մենք պիտի նաև տարեցների շրջանում ակտիվացում սկսենք, բայց մտածելակերպը ոչ մասսայական, այդ շատ կարևոր է, տեսեք, կարող է կառավարությունը շատ ծրագրեր հիմա էլ ունի, բայց չի կյանքի կոչվում, որովհետև այդ խումբը կամ պատրաստ չի կամ ճիշտ մոտեցմամբ իրեն էլ պետքա բերել դրան։ Օրինակ շատ կառավարման ծրագրեր կան, սուբսիդավորում է տալիս գյուղատնտեսության եւ այլն, բայց իրենք իրազեկ չեն ու չեն դիմում կամ դիմելու դեպքում իրենք ֆինանսական հաշվարկներ չգիտեն ու չեն կարողam կառավարել իրենց բյուջեն, ընտանեկան թե ընդհանրապես process-ների ու այդ վարկերը չեն կարողանում փակել, սկսում են փնովել։ Այսինքն այստեղ երկկողմանի, կարելի ասել նույնիսկ եռակողմանի աշխատանքներ են պետք։ Կամ կառույց, որը կարող է զբաղվել իրենց հետ, ունի փորձ, իրենց փորձով ինչ որ քայլեր անենք, որ ավելի մեծ կարճ ժամանակում հաջողության հասնենք, կամ պետքա ինչ որ հետազոտություն անել, հասկանալ թե ինչի են ունակ մեր տարեցները, կամ այսօրվանից ինչ որ ռիեստր ստեղծենք, հարթակ ստեղծենք, որ մարդը աշխատանքից դուրս է գալիս, գրանցի իր ունակությունները եւ մեկ ուրիշը ընտրի այդ ունակությունները, մարդ եթե կարիքն ունի մարդուն, որ մենք բաց չթողնենք, որտեղ մարդը երբ որ նույնիսկ գնում է դեկրետ, հայերեն խնամքի արձակուրդ 3 տարի հետո ինքը այսօր մենք խնդիր ունենք 38% երեխա ունեցող կանայք, 1 կամ 2, 3 երեխա ունեցող կանայք արդեն աշխատաշուկա վերաինտեգրման խնդիր ունեն, որովհետև կամ հետ են մնացել կամ սովորել են տան պայմաններին եւ այլն։ Այս մասով էլ մեր պետությունը շատ հետաքրքիր քայլեր է կատարել, բայց ուզում եմ ասեմ շատ բազում հարցեր կան, բայց տարեցների մասով մենք կարծում եմ մի քիչ բաց թողումը շատ ավելի մեծ է, որովհետև մենք էլի եմ ասում մտածում ենք, որ չեն կարող շատ անգամներ այս հարցազրույցներից հետո ինձ բակում տեսնում են, ասում են, բայց տարեցները ինչ կարող են անել։ Ասում են, ոնց ինչ կարող են անել։ Գիտեք ինչ, եթե ինքը օրինակ բաժնի պետ էր, պետք չի ինքը պետական սեկտորում մնա, որտեվ ասենք թղթաբանության հետ կապված կարող աչքերի կուրացման խնդիր կատարախտի եւ այլն, հա, չի կարելի աչքերը ծանրաբեռնել, բայց ինքը կարող է փաստաթղթեր գեղեցիկ ձևով դասավորել, արխիվում աշխատել։ Օրինակ եմ ասում, հա, այսինքն իրեն կարելի է նույն համակարգում կամ թողնել ու ամենակարևորը, որի մասին միշտ ուզում եմ հնչեցնել ու շատ անգամներ մնա, պրոֆի ինստիտուտ է այդ, որ ասում եմ, պրոֆի ինստիտուտ է պես ստեղծել։ Դա կարևոր է, նրանք կարող են խորհրդական դառնալ հասարակության որոշակի հարցերի հետ կապված։ Մի բան ասենք, օրինակ 50 տարի մարդը տրանսպորտի ոլորտում աշխատել է, իրանից խորհուրդներ են հարցրել, երիտասարդ տնօրեն է գալիս, երիտասարդ տնօրենը կանչում է բոլորին ու ամենաշատ աշխատած մարդուն սկսում է հարցեր տենչ, որտեվ ինքը ամբողջի մասին տեղյակ է։ Մենք այդ մարդուն ազատում ենք տարիքից ելնելով, բայց մենք կարող ենք իրեն ժամավճարով խորհրդատու պահել, որտեվ ազատելով մենք իրեն տուն ենք ուղարկում, գիտելիքներ, փորձնել, ինֆորմացիան էլ հետը ուղարկում ենք։ Համաձայն եմ, կարող է գտնում ենք, որ պետք է համակարգը նորացնենք, համաձայն եմ, որ գտնում ենք, որ հին կադրերը կարող է ինչ-որ ներքին մշակույթ ունեն, որը խանգարում է այդ համակարգերի զարգացմանը, բայց օգտագործել է պետք այդ փորձը գիտելիքները։ Այնպես, որ ոչ համակարգին վնասենք, ոչ այն մարդուն, որը կարող է դեռ թեկուզ 1-2 տարի նույն պետությանը կամ նույն ոլորտին ինչ-որ հետաքրքիր ուրեմն աջակցություն ցույց տալ։ Մի բանի մասին եմ ուզում ասեմ, մենք նաև մի հարց ունենք, որ մեր շատ տարեց վարպետներ այլ երկրներ են գնում, գիտեք, աշխատանքներ կատարում։ Օրինակ, մենք շատ անգամ չենք գտնում լավ փայտագործ, մենք շատ անգամ չենք գտնում դուր սարքող կամ աթոռներ չգիտեմ, տարբեր մասնագետներ չենք գտնում, ու երբ որ մենք հասկանում ենք, իրենք կամ Ռուսաստանում են կամ Եվրոպայում ինչ որ հայտնի մարդկանց բնակարանների համար արտադրություններ են ծավալում կամ իրենք որպես վարպետ, չգիտեմ, շինարար այնտեղ են աշխատում, կարծես թե ինչու, որովհետև իրենք մշտական եկամուտ ունեն ու հասկանում են, որ այստեղ ժամանակավոր փոքր գումարների իրենց ընտանիքի հոգսը չեն կարող հոգալ։ Շատ խնդիրներ կա, մենք այս ամբողջը կարող ենք լուծել, թե չէ, միանգամից չէ, բայց եվրոպական հասարակությունների փորձը նույն ինչու՞ չէ Կովկասի մեր շուրջը գտնվող տարբեր երկրների փորձը ցույց է տալիս, որ սոցիալական ձեռնարկությունը շատ հետաքրքիր process-ներ կարող է այս մասով
կազմակերպել եւ խնդիրների որոշակի տոկոսին լուծումներ տալ, չկախվելով, չհենվելով ինչ բառ ասեմ ճիշտ, որ պետության բյուջեից մենք այնպես ենք անում, որ մարդը կախյալ չլինի, անկախ դառնա եւ ամենակարևորը ինչ ենք ասում, որ այդ մարդը ինքը հասկանում է, որ ինքը ունակ է եւ ինքը իր գործունեության, որ պետությանն էլ հետո տեսնում է ինչքան օգուտ է տալիս իր անկախ կենսունակ լինելով, ինքը արդեն զգում է իրեն ամենակարող, չեմ ասում ճակերտավոր, ամենակարող, որ ես կարող եմ, ես կարող եմ շարունակել, այո, ես գնահատված եմ թեկուզ 5-6 մարդու եւ ինքը օրինակ է ծառայում, գիտեք։ Դեք ինչքան մարդիկ ակտիվացան, շատ process-ներ, շատ օրինակներ կարող եմ ասել, ուղղակի եթերի ժամանակը չի։ Մենք կհրավիրենք ամենավառ օրինակներին, ես խոստանում եմ, որ անպայման կհրավիրենք եւ օրինակով ցույց կտանք։